Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 12 Մի վախեցիր Եգիպտոս իջնելու, որովհետև ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու։ Ես քեզ հետ Եգիպտոս կիջնեմ, նաև քեզ անպատճառ նորից դուրս կհանեմ։ Ծննդոց 46-րդ գլուխ 3-ից 4 խոսք։ Հակոբը հավանաբար դողում էր այն մտքից, որ պիտի լքեր իր հոր բանդխտության երկիրը և բնակվեր հեթանոսների մեջ։ Սա բոլորովին նոր հեռանկար էր նրա համար և գուցե ինչ որտեղ նաև ծանր։ Ով կհամարձակվեր ապրել օտարականների մեջ առանց անհանգստանալու։ Ինչևէ, նրա համար ակնհայտորեն հենց այդ ճանապարհն էր սահմանված, այնպես որ նա վճռեց գնալ։ Հաճախ այժմյան հավատացյալները նույնպիսի կարգավիճակում են հայտնվում։ Նրանք ենթարկվում են վտանգների և փորձությունների, սակայն բոլորովին անվարժեն դրանցում։ Այդպիսի դեպքերում թող նրանք Հակոբի օրինակին հետևեն, Աստծուն աղոթքի պատարագներ մատուցելով և նրա առաջնորդությունը փնտրելով։ Թող նրանք ոչ մի քայլ չանեն, քանի դեռ չեն ստացել Տիրոջ օրհնությունը։ Այդ ժամանակ Հակոբի ուղեկիցը նրանց հետ կլինի և կդառնա նրանց բարեկամն ու օգնականը։ Ինչ երանելի է ունենալ այն համոզմունքը, որ Տերը մեզ հետ է մեր բոլոր ճանապարհներում, մեր բոլոր նվաստացումների և հալածանքների մեջ։ Նույնիսկ օվկիանոսից այն կողմ էլ մեր Հոր սերը ճառագում է ինչպես արևն իր զորությամբ։ Մենք չենք կարող անվարան չգնալ այնտեղ, որտեղ Տիրոջ ներկայությունն է իր իսկ խոստման համաձայն։ Նույնիսկ մահվան շուքի ձորն է պայծառանում այս համոզման փայլատակումից։ Երբ հավատացյալներն իրենց Աստծո վրա եղած հավատքով առաջ են ընթանում, նրանց կյանքում կատարվում է Հակոբի խոստումը։ Նրանք նորից դուրս են հանվում, լինի կյանքի անախորժություններից, թե մահվան ճիրաններից։ Հակոբի սերունդը որոշված ժամանակին դուրս եկավ Եգիպտոսից, և նմանապես էլ բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են, անվնաս կանցնեն կյանքի դժվարությունների և մահվան սարսափների միջով։ Եկեք ուրեմն, ի գործ դնենք Հակոբի վստահությունը։ Մի վախեցիր, սա Տիրոջ պատվիրանն է, և նրա աստվածային քաջալերանքը նրանց համար, ովքեր իր հրամանով անվախ դուրս են գալիս դեպի բաց ծով։ Աստվածային ներկայությունն ու պահպանությունը թույլ չեն տալիս, որ անհավատության նույնիսկ մի նշույլ մնա մեր մեջ։ Առանց մեր Աստծո մենք պետք է վախենանք առաջ շարժվել, սակայն երբ նա ինքն է հրամայում շարժվել, վտանգավոր է հապաղելը։ Թանկագին բարեկամ, առաջ շարժվիր և մի վախեցիր։